Նոր սկանդալ Թրամփի թիմում գերմանական ամսագրի լրագրողները համացանցում հայտնաբերել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն ու գաղտնաբառը։ Լրագրողները ուսումնասիրել են համացանցում տարածված տվյալների բազաները եւ գտել են ԱՄՆ պաշտպանության նախարարի, ազգային հետախուզության տնօրենի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվները։ Հեռախոսահամարները ստուգվել են սիգնալ հավելվածի միջոցով եւ պարզվել է, որ այդ հաշիվները դեռևս ակտիվ են։ Մասնագետները զգուշացնում են, որ նման տվյալների արտահոսքը կարող է զենք դառնալ այլ երկրների հետախուզական ծառայությունների համար։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Ինչ է կատարվում վենեսուելացի միգրանտների հետ։ ԱՄՆ-ի ներքին անվտանգության քարտուղարը այցելել է Էլ Սալվադորի բանտ։ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Կալիֆոռնիայի վիճահարույց օրենքը դպրոցներում աշակերտների սեռական ինքնության գաղտնիության մասին։ Սանտա Մոնիկայի ջրում վտանգավոր մետաղներ են հայտնաբերվել, ինչի պատճառով խորհուրդ չի տրվում լողալ կամ այնտեղից ծովամթերք գնել։ Ջորջիայի նահանգում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Փոքրիկ տղան խախտել է Սպիտակ տան անվտանգությունը, ինչպես արձագանքեց գաղտնի ծառայությունը։ Դատարանը պահանջում է պահպանել Թրամփի թիմի գաղտնի նամակագրությունը Եմենում ռազմական հարվածների գործով։ Ինչու է Թրամփը վերջին պահին հետ կանչել իր թեկնածուին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից։ ԱՄՆ-ում 10,000 աշխատատեղերի կրճատում, փակվում կամ միավորվում են առողջապահության առանցքային բաժինները։ Ռուսաստանի նոր դեսպանը արդեն ԱՄՆ-ում է եւ ինչ քայլեր են ձեռնարկվում երկու առաջատար պետությունների միջև։ Իսկ հաղորդման վերջում առանձնացրել ենք ձեզ համար վերլուծական հետաքրքիր թեմա։ ԱՄՆ փոստային ծառայությունը կարող է մեծ փոփոխությունների առաջ կանգնել, որոնք են այդ փոփոխությունները, ինչ է սպասվում, այս հարցերի պատասխանները կիմանաք, եթե մինչև վերջ դիտեք մեր հաղորդումը։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղարը այցելել է Էլ Սալվադորի խիստ ռեժիմի բանտ, որտեղ գտնվում են վենեսուելացի ներգաղթյալները։ Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նրանք կապ ունեն հանցավոր խմբավորումների հետ։ Արտաքսված վենեսուելացիների խցերը նեղ էին գերբնակեցված եւ այնտեղ գտնվողները չունեին ոչ մաքուր օդի հնարավորություն, ոչ էլ տեսակցության իրավունք։ Անվտանգության քարտուղարի այցը մեկն էր ցույց տալ, թե ինչ կարող է սպասվել միգրանտներին, եթե նրանք ապօրինի կերպով մտնեն ԱՄՆ եւ խախտեն օրենքը։ Եթե ինչ-որ մեկը հանցանք է գործում մեր երկրի դեմ, սա կարող է լինել նրանց հաջորդ կանգառը։ Այցը առաջացրել է խիստ քննադատության ալիք։ Մարդու իրավունքների պաշտպաններն ասում են, որ բանտը հայտնի է բռնություններով, իսկ ԱՄՆ-ն որևէ համոզիչ ապացույց չի ներկայացրել, որ արտաքսվածները իսկապես հանցագործներ են։ Նրանց դեմ ոչ մի դատական վճիռ կամ քրեական անցյալ չկա։ Դատական գործը շարունակում է ընթանալ։ Թրամփի վարչակազմը սկսել է ուսումնասիրել Կալիֆոռնիայի նոր օրենքը, ըստ որի Կալիֆոռնիայի դպրոցները սահմանափակվում են առանց աշակերտի համաձայնության ծնողներին իրենց սեռական կողմնորոշման մասին հայտնելը։ Հիշեցնեմ, որ օրենքը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ ԱՄՆ կրթության նախարարությունը կարծում է, որ այս օրենքը հակասում է ծնողների իրավունքներին։ Կրթության քարտուղարը հայտարարել է, որ անընդունելի է թաքցնել կարևոր տեղեկություն երեխայի մասին նրա ծնողներից։ Դա ոչ միայն սխալ է, այլ նաև անօրինական։ Կալիֆոռնիայի նահանգապետի գրասենյակը արձագանքել է քննադատությանը, ընդգծելով, որ նոր օրենքը չի խախտում ծնողների իրավունքները, քանի որ նրանք այնուամենայնիվ կարող են ծանոթանալ իրենց երեխայի կրթական փաստաթղթերին համաձայն դաշնային օրենքի։ Օրենքի նպատակը ըստ նահանգի իշխանություններին աշակերտներին պաշտպանելն է, հատկապես նրանց, ովքեր ապրում են մի միջավայրում, որտեղ իրենց սեռական ինքնությունը չեն ընդունում։ Եթե պարզվի, որ օրենքը հակասում է դաշնային կանոններին, Կալիֆոռնիան կարող է կորցնել դաշնային կրթական ֆինանսավորումը։ Խաղաղ օվկիանոսի Սանտա Մոնիկա ծոցում հայտնաբերվել են վտանգավոր ծանր մետաղներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում։ Բնապահպանական կազմակերպությունները հրդեհից հետո ջրի փորձարկումներ են անցկացրել հունվար եւ փետրվար ամիսներին ծոցի ամբողջ երկայնքով, տեղադրելով 10 փորձաքննության կետ։
Արդյունքում բարձր չափականակով հայտնաբերվել է բերիում, պղինձ, քրոմ, նիկել, կապար, ինչպես նաև արծաթ, մկնդեղ եւ ցինկ։ Ջուրը դեռ վտանգավոր է մարդկանց համար, ամեն դեպքում Լոս Անջելեսի ափերին ջրի որսը սպասվածից լավ է, հատկապես մարդու առողջության վրա անմիջական ազդեցության տեսանկյունից, բայց վտանգը դեռ մնում է, քանի որ ծանր մետաղները կարող են անցնել սննդային շղթայով եւ ի վերջո հասնել մարդկանց, հատկապես ծովամթերքի սիրահարներին։ Կազմակերպությունը հորդորում է լողապ այցելողներին զգույշ քայլել ավազի վրա, քանի որ հրդեհից հետո այնտեղ կարող են լինել մետաղական սուր առարկաներ։ Պետք է խուսափել լողափներից, որոնք գտնվում են հրդեհի ազդեցության գոտում։ Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին հնարավորինս շուտ մաքրել ափամերձ տարածքներում մնացած հրդեհային աղբը։ Կալիֆորնիայի դպրոցներից մեկի աշխատակիցը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։ Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, երբ դպրոցի ղեկավարությունը տեղեկացրել է այս լուրջ մեղադրանքների մասին։ Աշխատակցի ինքնությունն ու դպրոցի անունը դեռ չի հրապարակվում զոհերի գաղտնիությունը պաշտպանելու համար։ Դատախազությունը շարունակում է աշխատել այս գործի շուրջ, պարզելու այլ զոհեր եղել են, թե ոչ։ ԱՄՆ Ջորջիա նահանգում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից երկաթուղային անցումի մոտ։ Տեղի միջադեպին ականատես են եղել մի քանի ավտոմեքենաների վարորդներ։ Տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես է մեքենաներից մեկը արագ շրջվում եւ հեռանում անցումի տարածքից, խուսափելով հնարավոր վտանգից։ Տեղական իշխանությունների տվյալներով գնացքը չի տեղափոխել թունավոր կամ պայթուցիկ նյութեր ու որևէ քիմիական արտահոսք չի գրանցվել։ Բարեբախտաբար զոհերի կամ վիրավորների մասին նույնպես տեղեկություններ չկան։ Ընդհանուր առմամբ 6 վագոն դուրս է եկել ռելսերից։ Դեպքի վայրի երթուղին ժամանակավորապես փակվել է եւ այժմ ընթանում է միջադեպի պատճառների ուսումնասիրությունը։ Մինչև Թրամփի վարչակազմի սկանդալային ձայնագրության մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Լաս Վեգասում կինոօպերատորը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա կասկածվում է անցած շաբաթ Տեսլայի ավտոմեքենաների եւ դրանց հետ կապված օբյեկտների դեմ իրականացված հանցագործությունների մեջ, որոնք ներառում են վանդալիզմ, գույքային վնաս եւ հասարակական կարգի խախտում։ Իրավապահների տեղեկություններով նա է մոլոտովի կոկտեյլ նետել Տեսլայի կենտրոնի ուղղությամբ եւ կրակ բացել մի քանի մեքենաների վրա։ Այս գործողությունները լրջորեն անհանգստացրել են հանրությանը եւ ոստիկանությունը սկսել է ակտիվ հետաքննություն, պարզելու կատարված մանրամասները եւ հայտնաբերելու մեղավորներին։ Փոքրիկ երեխան հայտնվել է Սպիտակ տան տարածքում։ Տղան անցել է Սպիտակ տան ցանկապատի միջով եւ հայտնվել արգելված վայրում։ Գաղտնի ծառայության աշխատակիցները շատ արագ արձագանքել են եւ վերցրել երեխային իրենց վերահսկողության տակ։ Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զինված գործակալը երեխային տանում եւ փոխանցում իր գործընկերոջը։ Վերջում երեխային անվտանգ վերադարձրել են իր ծնողներին։ Այս դեպքը առաջինը չէ, 2 տարի առաջ եւս նման դեպք է գրանցվել, երբ մեկ այլ փոքրիկ նույնպես անցել էր Սպիտակ տան ցանկապատը։ Երբևէ մտածել եք, թե տիեզերագնացները իրենց աշխատավայրում տիեզերքում ինչպես են սուրճ խմում։ NASA-ի տիեզերագնացները ցույց են տվել, թե ինչպես կարելի է խմել սուրճը տիեզերքում։ Տեսանյութը նկարահանվել է միջազգային տիեզերակայանում։ Կոսմոնավտը այդ նպատակով ստեղծել է հատուկ բաժակ, որը նախատեսված է տիեզերքում օգտագործելու համար։ Բաժակի մեջ հեղուկը չի թափվում, այլ բարձրանում է հատուկ խողովակով, քանի որ տիեզերքում ձգողականությունը սովորական ձևով չի գործում։ Տիեզերագնացը նշել է, որ այս մեթոդը օգնում է վայելել սուրճի իսկական բույրն ու համը։ Սովորաբար տիեզերքում հեղուկները խմում են փակ փաթեթներով, որոնց դեպքում հնարավոր չէ զգալ սուրճի ամբողջական համն ու հոտը։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք բաց չթողնել օրվա կարևորագույն իրադարձությունները, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Սիգնալ հավելվածում Թրամփի եւ իր թիմակիցների բաց թողումները շարունակվում են մնալ ԱՄՆ ամենակննարկվող թեմաներից մեկը, եւ այսպես դաշնային դատավորը Թրամփի վարչակազմի գործակալություններին կարգադրել է պահպանել սիգնալ հավելվածի խմբային զրույցի բոլոր հաղորդագրությունները կապված Եմենում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ։ Նպատակահաղորդագրությունները ստանալը չէ, այլ դրանց պահպանումը ապագայում հնարավոր իրավական ընթացակարգերի համար։ Կողմերը փորձում են լուծում գտնել առանց դատարանի միջամտության։ Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ արդեն իսկ պահպանվում է որոշակի հաղորդագրություններից։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ աշխատում է պահանջը կատարելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ այս նոր դատավորին քննադատել էին Թրամփը եւ նրա դաշնակիցները օտար թշնամիների մասին օրենքի գործով կայացված որոշումների համար։ Դատավորը նշել է, որ գործը իրեն պատահականորեն է վերագրվել համակարգչային համակարգի միջոցով։
Ռուսաստանի նորանշանակ դեսպանը ժամանել է Վաշինգտոն, նա դիվանագիտական փորձ ունի Հյուսիսային Ամերիկայում, ավելի վաղ 7 տարի ծառայել է Կանադայում որպես Ռուսաստանի դեսպան, այնուհետև վերադարձել Մոսկվա։ Ի տարբերություն նախորդ դեսպանի, Դարչիևը մասնագիտությամբ դիվանագետ է։ Թրամփի վարչակազմը հետաքրքրված է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնումով։ Նախկինում Վաշինգտոնն ու Մոսկվան կտրուկ կրճատել էին դեսպանատների աշխատակազմը, տեղի էր ունեցել դիվանագիտական արտաքսումներ ու հյուպատոսությունների փակում։ Ռուսաստանի ներխուժումից հետո դիվանագիտական կապերը նվազագույնի էին հասել։ Վաշինգտոն ժամանելուց հետո Դարչիևը հայտարարել է, որ ցանկանում է վերադարձնել Ռուսաստանի նախկին հյուպատոսարանների շենքերը, որոնք դեռ ԱՄՆ տարածքում են, ինչպես նաև ավելի հեշտացնել վիզաների տրամադրումը ռուս քաղաքացիներին։ Նա նաև աշխատելու է ԱՄՆ-ՌԴ մինչև ուղիղ ավիաչվերթների վերականգնման ուղղությամբ։ Թրամփն էլ հետ է կանչում ՄԱԿ-ում դեսպանի իր թեկնածուին կապված կոնգրեսում հանրապետականների նեղ մեծամասնության հետ։ Նրա խոսքով ինքը չի կարող ռիսկի դիմել եւ կորցնել վստահելի դաշնակցի տեղը։ Ես խնդրել եմ Էլիսին մնալ կոնգրեսում, որպեսզի օգնի ինձ իրականացնել պատմական հարկային կրճատումներ, ստեղծել աշխատատեղեր, ամրացնել սահմանը եւ ապահովել Ամերիկայի ուժեղ դիրքը աշխարհում, գրել է Թրամփը։ Դեսպանի թեկնածուն էլ հարցազրույցից մեկում հաստատել է, որ որոշումը կապված է հենց կոնգրեսում ձայների խիստ սահմանափակ հաշվարկի հետ։ Ես արդեն գիտեմ, թե որքան դժվար է ամեն օր ձայներ հաշվել կոնգրեսում։ Ստեֆանիկը համարվում էր ՄԱԿ-ում դեսպանի համար շատ խոստումնալից թեկնածու եւ Սենատում նրա հաստատումը լայն աջակցություն էր ստացել, բայց վերջնական քվեարկություն չէր կայացել կրկին հանրապետականների նեղ մեծամասնության պատճառով։ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունն էլ հայտարարել է, որ վերակազմավորման արդյունքում կրճատվելու է 10,000 աշխատատեղ եւ փակվելու է մի շարք բաժիններ։ Այս քայլը, որը նախաձեռնել է Թրամփի վարչակազմը, մի մաս է ավելի լայն ծրագրի, այն է դաշնային կառույցները փոքրացնելը եւ տարեկան մոտ 1,8 միլիարդ դոլար տնտեսելը։ Հիմնական կրճատումները կլինեն հիվանդությունների վերահսկման կենտրոնում, սննդի եւ դեղերի վերահսկողության վարչությունում, ազգային առողջապահական ինստիտուտներում եւ այլ ծառայություններում։ Ըստ նախարարության 28 բաժին համարվում է կրկնվող ֆունկցիաներ ունեցող եւ դրանք միավորվելու են նոր կառույցի ներքո, որի անվանումը Առողջ Ամերիկայի վարչությունն է լինելու։ Փորձագետներն ու աշխատակիցները մտավախություն ունեն, որ սա կդանդաղեցնի դեղերի հաստատման գործընթացը եւ կարող է խանգարել համաճարակներին արագ արձագանքելուն։ Շնորհակալ ենք, որ դիտեցիք թողարկումը ու միասին քայլ առ քայլ հասանք այսօրվա գլխավոր թեմային։ Եվ այսպես, հրաժարական է տվել Ամերիկայի փոստի գլխավոր տնօրենը։ Այս մասին վերլուծական նյութ ենք պատրաստել, որը կօգնի ձեզ կարևորի մասին իմանալ այլ տեսանկյունից։ Նախագահ Թրամփը եւ Մասկը կառավարման արդյունավետության վարչության ղեկավարին առաջարկել են մասնավորեցնել փոստային ծառայությունը։ Սա դժգոհություն է առաջացրել աշխատակիցների մոտ։ Փոստատարները տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացրել, նշելով փոստը պատկանում է ժողովրդին, ոչ թե միլիարդատերերին։ Նրանց ամենամեծ մտահոգությունն այն է, որ եթե փոստը դառնա մասնավոր, սովորական մարդիկ կարող են տուժել, հատկապես այն միլիոնավոր գյուղաբնակները, որոնք ամեն օր օգտվում են փոստային ծառայություններից։ Միության նախագահն ասել է, որ մասնավոր բիզնեսը աշխատում է շահույթի համար, իսկ մենք հանրային ծառայողներ ենք, ծառայում ենք բոլորին, անկախ նրանից, որտեղ են ապրում։ Թրամփը հայտարարել է, որ մտածում է փոստային ծառայությունը ընդգրկել առևտրի նախարարության կազմի մեջ, դարձնելով այն գործադիր իշխանության կառույց։ Նա շեշտել է, որ ուզում է մի փոստային համակարգ, որը լավ կաշխատի, բայց եւ չի վնասի բյուջեն։ Փոստային ծառայության մասնավորեցումը կամ վերահսկողության տակ վերցնելը նախ եւ առաջ Թրամփին կտա փող խնայելու հնարավորություն։ Սա լավ տարբերակ է ներկայացնել իրեն որպես ղեկավար, ով ի վիճակի է կրճատել պետական ծախսերը։ Փոստային ծառայությունը տարիներ շարունակ գործել է վնասով եւ Թրամփը կարող է ասել, որ ինքը վերջապես լուծում է այս խնդիրը։ Բացի այդ, եթե փոստի վերահսկողությունը անցնի առևտրի նախարարությանը, Թրամփի վարչակազմը փաստացի կստանա ուղիղ վերահսկողություն այս համակարգի վրա։ Այս փոփոխությունը կարող է հատկապես կարևոր լինել ընտրությունների տեսանկյունից։ ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ քվեարկում են փոստով, եւ այդ համակարգը կարևոր դեր ունի ընտրական գործընթացում։ Այս դեպքում Թրամփի վարչակազմը կկարողանա անմիջական ազդեցություն ունենալ փոստով քվեարկության կազմակերպման, ժամանակացույցի եւ նույնիսկ տեխնիկական մանրամասների վրա։ Հետաքրքրականն այն է, որ այս գաղափարը մասնավորապես հավանություն կստանա մեծամասնության կողմից։ Գործարարները, որոնք հաճախ հանդես են գալիս պետական կառույցների մասնավորեցման օգտին, կարող են հրապարակային աջակցություն հայտնել Թրամփին, այդ կերպ մեծացնելով նրա քաղաքական կշիռը։ Եվ վերջում Թրամփը կարող է այս քայլը ներկայացնել որպես համարձակ որոշում, որ ինքը կարողացել է վերափոխել այն, ինչ ուրիշները տարիներ շարունակ չեն կարողացել անել։
Փոստային ծառայության ղեկավարի պաշտոնում նոր անձ կընտրվի առաջիկայում ընտրությունը կիրականացնի կառավարությունից անկախ գործող կառավարման խորհուրդը։ Այժմ եկեք միասին հասկանանք այս պահին փոստային ծառայության դերն ու տեղը թվերով։ ԱՄՆ փոստային ծառայությունում աշխատում է 640,000 մարդ։ Չնայած երկարաժամկետ ֆինանսական խնդիրներին, անցած եռամսյակում ծառայությունը 144 միլիոն դոլար շահույթ է գրանցել։ Փոստի աշխատողները հույս ունեն, որ նոր ղեկավարը կշարունակի այն բարեփոխումները, որոնք սկսվել էին նախկին տնօրենի օրոք։ Նրանք կարծում են, որ փոստային ծառայությունը կարող է օգտագործվել ոչ միայն նամակներ ու ծանոթություններ ուղարկելու համար, այլ նաև հանրային այլ կարևոր գործերի մեջ։ Օրինակ, տրամադրել պարզ բանկային ծառայություններ, տեղադրել էլեկտրամեքենաների լիցքավորման կետեր կամ օգնել մարդահամարի իրականացմանը։ Փոստատարներն ամեն օր նամակներ ու ծանրոցներ են մատակարարում թե քաղաքներին, թե գյուղերին եւ թե անգամ հեռավոր կղզիներին։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։